Ողջունում ենք սիրելիներ բոլորիդ Տիրոջ անունով եւ ուրախ ենք, որ այսօր եւս միասին հնարավորություն ունենք մեր մտքերը բաժնեկցելու։ Այսօր մենք պիտի խոսենք ազատության մասին։ Ինչ է ազատությունը։ Աստծուց տրված մի շնորհք, Աստծուց տրված մի առանձնահատկություն, որ մարդու մտքի եւ սրտի մեջ դրված է։ Մարդը իր կյանքի մեջ միշտ էլ ձգտել է ազատ ապրելու։ Ժողովուրդներ ուզել միշտ իրենց ազատությունը ունենալ, սակայն ոչ բոլոր ժամանակներում, ոչ բոլոր դեպքերում է, որ դա հաջողվել է, որտեղ մենք ապրում ենք մի այնպիսի աշխարհում, որտեղ սատանայի իշխանությունը կա եւ անհատներ այդ ազատությանը դեմ են կանգնել։ Դարերի ընթացքում եղել են բռնատերներ, որոնք մարդկային ազատությունը կաշկանդել են, բռնադատել են։ Ներոներ, թալյատներ, հիտլերներ, ստալիններ մարդկանց եւ ժողովուրդների ազատությունը կեղեքել են, որ նրանց սրտի ու մտքի մեջ դրված է։ Ինչպես հայ բանաստեղծներից Միքայել Նալբանդյանն է գրում, ազատություն գոչեցի, թող որոտա իմ գլխին, փայլա կայծակ հուր երկաթ, թող դավ դնե թշնամին, ես միջ իմահ կախաղան, միչև անակ մաուսյուն պիտի գոռամ, պիտի կրկնեմ ազատություն։ Ահա այս ազատությունը իրապես մարդը ցանկացել է դարեր շարունակ։ Այսօր սիրելիներ վայք եղբոր հետ միասին պիտի խոսենք ինչ է ազատությունը, այդ գաղափարը եւ անշուշտ մեր հիմնական կենտրոնացումը պիտի լինի այն ազատության վրա, որ Քրիստոսով հայտնվեց։ Խնդրեմ վայք եղբոր։ Ես էլ նույնպես բարևում եմ սիրելի հայրենակիցներին, հերոստատիտողներին եւ ուրախ եմ ձեզ հետ լինելու միասին այս ծրագրի մեջ։ Իսկապես որ մարդու սրտի եւ հոգու մեջ կա այդ աստվածատուր ազատության տենչը, մարմաճը, փափակը եւ պատմության ընթացքին բոլոր աշխարհի ազգերի մեջ ազատություն բառը շատ հարգված, սիրված, մտային հոգեկան բարձունքներում գրաված մի բան է։ Եվ Աստված այդ փափակը ես հավատում եմ, որ իր պատկերի պես ստեղծելուն որպես մի մասնիկ այդ ազատության տենչանքը, ազատության փափակն էլ տվավ, որովհետև դա էլ աստվածատուր շնորհք է, ինչպես որ դուք նախաբանում հիշեցիք։ Սակայն այդ մարմնավոր ազատությունը, թե ես ինչ որ ուզում եմ անել, կարողանամ անել, ինչպես որ ուզում եմ խոսել, կարողանամ արտահայտվել, կամ գրել, կամ եւ այլն, այդ ազատության ետևը կանգնող կամ ետևը հիմնարկող կա ներքին ապրված հոգեկան ազատության այդ փափակը, որ եթե մարդուն բանտարկեն նույնիսկ, կապանքով կապեն նույնիսկ, այդ ազատության զգացումը պիտի չկարողանան կաշկանդել։ Ուրեմն դա նշանակում է, որ ազատությունը ունի իր հոգեկան արմատները։ Ազատության տենչանքը հոգիից է արմատ առնում եւ այդտեղ է ծլում, այդտեղ է այդ հողի մեջ է մեծանում։ Ուրեմն պետք է որ ազատությունը հասկանալու համար մենք անդրադառնանք հոգեվոր աշխարհին եւ Քրիստոս ինք խոսեց այդ ուղղությամբ Հովաննու ավետարանի մեջ ասում է որ շատերին երբ որ խոսեց շատերը հավատացին իրեն 8-րդ գլխի մեջ եւ այն ժամանակ ասում է Հիսուս իրեն հավատացող հրեաներին ասաց եթե դուք իմ խոսքից մեջ կենաք, այսինքն կանգնեք, մնաք իմ խոսքից մեջ, ճշմարտապես իմ աշակերտներս կլինեք։ Եվ ճշմարտությունը պիտի իմանաք, եւ այդ ճշմարտությունը ձեզ պիտի ազատի։ Հիսուսի խոսքերն են։ Այո։ Հրեաները չհասկացան, աշակերտները չհասկացան, թե ոնց պիտի ազատի, ուրեմն մենք ազատ չենք արդյոք։ Ուրեմն Հիսուս ինչի էր ակնարկում պիտի ազատի։ Ով պիտի ազատի, եթե ազատ ես ինչու դարձյալ պիտի ազատվես, ուրեմն եթե պիտի ազատվես, ուրեմն ազատ չես։ Ուրեմն նախ պետք է անդրադառնանք, որ ինչից պիտի ազատվենք։ Ազատությունը ինչն է խանգարում ազատության, ինչն է կաշկանդում ազատության, հոգևոր ազատության խանգարիչները որոնք են, ինչն է կապանքը, ինչից պիտի ազատվենք։ Հիսուս ինչի մասին էր խոսում։ Անշուշտ նա խոսում է, եթե շարունակեք Տիրոջ խոսքը, պիտի տեսնեք, որ ասում է Հիսուս պատասխան տվավ նրանց ճշմարիտ ասում եմ ձեզի թե ամեն ով որ մեղք է գործում նա մեղքի
ծառա է։ այո։ Այսինքն կապված է, կապանքի մեջ է, շղթայված է մեղքի, ունակություն ունի եւ շատերը այսօրերից ուզում են մեղքը չգործել, ունակությունների հետևից չգնալ, մոլությունների մեջ են բռնված եւ իրենք գիտեն, որ մոլության մեջ են, իրենք գիտեն, որ չարության մեջ են, սխալի մեջ են, ապօրինության մեջ են, անօրենության մեջ են, անբարոյականության մեջ են, սակայն եւ այնպես նրանք այդ մեղքի ծառան են։ Հիսուս դրանից ազատելու համար եկա եւ ասաց ծառան տան մեջ հավիտյան չի մնալ, բայց որդին հավիտյան կմնա։ Ուստի եթե որդին ձեզ ազատանի, ճշմարտապես ազատ կլինեք։ Սա Տեր Հիսուսի աշխարհ գալու բոլոր նպատակը պարունակում է իր մեջ։ Որ Տեր Հիսուս աշխարհ եկավ, որպեսզի մեղավորը փնտրի եւ մեղքից մեզ ազատի։ Արդեն այդ ազատի բառի մեջ կա իսկ ազատության հիմքը, գաղափարը։ Ուրեմն հոգևոր ծառայությունը խոսենք, հոգևոր կապանքը, որ գալիս է մեղքի որպես հետևանք։ Մարդը ծնվում է մեղքով։ Դավիթն ասում է մայրս ինձ մեղքով հղացավ։ Այսինքն մեղքի այդ սերմը իմ հոգիս մեջ կապված ես գալիս եմ աշխարհ։ Հոգևորապես ծառա, հոգևորապես կաշկանդված, կապանքով եւ Աստծուց հեռու, բանտարկված մի ձև։ Հոգիս ազատ չի, ազատաբար հարաբերություն չունեմ Աստծո հետ։ Ես մեռած, իմ հոգիս բաժանված, իմ հարաբերությունս Աստծո հետ խզված, այդ հոգեկան վիճակով մարդս աշխարհ է գալիս։ Աստծո խոսքը այդպես է սովորեցնում ես։ Ուստի հոգևորապես մարդ արարածս պետք ունի ազատության։ Եվ այդ ազատությունը գալիս է Տեր Հիսուսի միջոցով, որովհետև մեղքն է, որ ազատությունը կապում է։ Մեղքն է, որ մարդկանց գերի է դարձնում, մոլություն է առաջ բերում, աներնության կապանքներով, շղթաներով կապում է մարդուն, եւ այդ կապանքից Հիսուս ազատելու համար իր կյանքը տվավ, որպեսզի ամեն ով որ նրան հավատա չկորսվի։ Հավիտենական կյանք։ Աստծո խոսքի մեջ գրված է. ինչից որ հաղթվես, նրա ծառան ես։ Եթե մեղքից ես հաղթվում, մեղքի ծառա ես, եթե արդարությունից ես հաղթվում, արդարության ծառա ես։ Անշուշտ։ Հիմա կան որ մեկը երկրագնդի վրա, որ մեղք չի գործում, որ կարողանա ասի, որ ես մեղք չեմ գործում ընդհանրապես։ Առաջի Հովանու մեջ կարդում ենք, թե ասում է նա որ ասում է ես մեղք չունեմ, ինչ ասում, սուտ է խոսում, այո։ Հետևաբար աշխարհի վրա բոլորը մեղք գործում են։ Սակայն էական մեծ տարբերություն կա, ինչպես նշեցիր եղբայր։ Տեր Հիսուս երբ որ հայտնվեց եւ իրեն հավատացողների մեղքի գերությունից ազատեց, այսինքն դատապարտությունից ազատեց, որ մեղքը մահվան պիտի տաներ եւ մահն էլ հավիտենական կորուստի պիտի տաներ, բայց Հիսուս մեզ դրանից ազատեց։ Այսինքն մեղքը մեր վրա իշխանություն այլևս չունի, թեև մենք մեր կյանքի մեջ սայթակում ենք, ընկնում ենք, մեղքեր են գործում, բայց ապաշխարությամբ մենք հնարավորություն ունենք վերականգնվելու, որովհետև գրված է Հիսուս Քրիստոսի անունը ձեզ ամեն մեղքից կսրբի։ Ամեն։ Ուրեմն, բայց մյուս կողմից մեկը որ Քրիստոսին չի եկած, ինքը արդեն մեղքի ծառա է։ Շուտ։ Ինքնըստինքյան չուզելով մեղքը իր վրա իշխանություն եւ հաղթանակ ունի։ Ուրեմն ինքը պետքություն ունի մեղքից ազատագրության։ Հռոմեացիս 6-րդ գլուխը ամբողջությամբ այդ մասին է եւ գրված է. մեր հին մարդը Հիսուսի հետ խաչվեց, որպիսի մեղավոր մարմինը փչանալով այլևս մեղքին չծառայենք։ Եվ գրված է նա որ մեղքի մեռած է, մեղքից արդարացած է։ Այսինքն մեղք գործելուն մեռած է։ Քրիստոսի մեջ մենք այս ազատությունը եւ ապահովությունը ունեցանք։ Մեղքը մեր վրա իշխանություն չունեցավ։ Ուրեմն առաջին մեծագույն բանը, որ Քրիստոս մարդուն մեղքի այդ ճիրաններից, այդ մահացու հարվածից ազատագրեց։ Եվ սա սքանչելի մի բան է։ Եթե մենք խորապես հասկանում ենք, ըմբռնում ենք այս կատարված եղելությունը, սա մեր սրտերի մեջ սքանչելի ուրախություն պիտի տա։ Ազատվել դեպի մահ, դեպի կորուստ տանող այդ լծակից, այդ հանգամանքից եւ քո ազատությունը գտնես Քրիստոսի մեջ։
Շատ ճիշտ է եւ մեծ ուրախություն է դրա համար փրկության ուրախությունով մենք ուրախանում ենք։ Այո։ Նաեւ ուզում եմ ինչպես որ նշեցիք, ակնարկեցիք այդ ուղղությամբ, Տեր Հիսուսի վրա ունեցած մեր հավատքը եւ Աստծո տված այս շնորհքը փրկության մեզ ազատում է մեղքի դատապարտությունից, այսինքն վճարումից, որ պետք էր վճարեինք այդ մեղքի համար, որի վարձքը Աստծոն ասում է մահ է, հավիտենական բաժանում Աստծուց, եւ Հիսուս եկավ եւ այդ խորոչը, այդ բաժանումը մեզ փակեց, կամրջեց մեզ Աստծո։ Ուրեմն մեղքի դատապարտությունից, վճարից մեզ ազատեց։ Երկրորդ, Տեր Հիսուսով եղած փրկությունը մեզ ազատում է մեղքի իշխանությունից։ Մեղքը մեր վրա չի տիրապետում այլևս։ Այո, մեղքը դեռ վխտում է մեր շուրջը, մեզ մեղքի ուժից, մեր վրա ունեցած հեղինակությունից ազատեց։ Մենք առաջ ասում է Կողոսացված մեջ, ծառայում էինք մեղքի, մենք մթության խավարի որդիներն էինք, իսկ Տեր Հիսուսով հիմա մենք լույսի որդի նրա թագավորությանը փոխադրվեցինք։ Այո, հենց Կողոսացիս առաջի գլուխ 13 համարը գոհանալով Հոր Աստծուց, որ մեզ լույսի մեջ բնակող Սուրբերի վիճակին մասնակից անելուն արժանացրեց, որ մեզ ազատեց խավարի իշխանությունից եւ իր սիրելի որդու թագավորությունը փոխադրեց, վերցրեց այստեղից եւ տեղափոխեց իր թագավորությունը։ Եվ այդ փոխադրությամբ մեզ մեղքի այդ տակը մնալու դատապարտությունից եւ նրա իշխանությունից ազատեց։ Եվ այս ազատագրությունը դեռ շարունակվում է մեր մեջ։ Հիսուսի գործը դեռ շարունակվում է եւ մի օր Տերը մեզի պիտի նաեւ ազատի մեղքի ներկայությունից։ Վերջնականորեն եւ այդ է որ փրկության գործը պիտի լրանա, իր կատարելագործության պիտի հասնի նաեւ մեզ ֆիզիկապես այս մեղավոր աշխարհից իր մոտ առնելու հավիտենապես սրբության մեջ ապրելու։ Այս ազատագրության գործը հիանալի Աստծո փրկության ծրագիրն է, որ ոչով կարող էր անել բացի ոչ Աստված։ Մեղքի հեղինակին Տեր Հիսուս տապալեց։ Ամեն։ Եվ այդ ազատագրությունն էլ մեզ բերեց։ Արդեն Ծննդոց 3:15 համարի մեջ գրվեց, որ կնոջ սերունդը նրա գլուխը պիտի ջախջախի։ Եվ Տեր Հիսուս խաչի վրա համայն մարդկության մեղքը իր վրա առնելով մեղքի դատապարտությունից ազատեց եւ նաեւ իր հարությամբ սատանայի ամբողջ գործերը քանդեց։ Սատանան, որ մարդու վրա իշխանություն ունի 6000 տարի է եւ նոր ծնված երեխան արդեն այդ իշխանության մեջ է, ուզելով կամ չուզելով։ Ճիշտ է։ Թեև մենք երեխային տեսնում ենք շատ անմեղ, շատ սիրելի, բայց ինքնըստինքյան automatically այսպես ասած ինքնաբերաբար այդ իշխանության տակ է, ուրեմն այդ իշխանությունից ազատագրվելու պետքությունը ունի, ինչպես օրինակ Եբրայեցիս 2:14 համարի մեջ գրված է, Հիսուս իր մահով փչացրեց նրան, որ մահվան իշխանությունը ուներ, այսինքն սատանան, եւ ազատեց նրանց, որ մահվան վախով միշտ ծառայության մեջ կապրեին։ Փառք ես Տեր Հիսուս, այդ մեծ ոսոխը, որ մենք ունենք, այդ մեծ թշնամին մարդկությունը, որ ունի սատանան, Տեր Հիսուս իր ամբողջ փրկagorցյան ծրագրով նրա բոլոր գործերը քանդեց։ Ուրեմն մեր հոգևոր ազատությունը կաշկանդող, բռնադատող այդ թշնամին, որ կա, նրան անդամալույց արեց Տեր Հիսուս։ Ճիշտ այդպես։ Իր մահվան եւ հարության խորհրդով։ Ճիշտ այդպես։ Հռոմայացիների մեջ կարդում ենք, վասնզի քանի որ մեռավ մեղքի մեռավ մեկ անգամ եւ որ կենթանի է։ Աստծո կենթանի է։ Այսպես դուք ձեր անձերը մեղքի մեռած սեպեցեք, բայց Աստծո կենթանի մեր Տիրոջ Քրիստոս Հիսուսով։ Ուստի մեղքը չի թակավորե ձեր մահկանացու մարմնի վրա։ Եվ ձեր անդամները անիրավության գործիք լինելու մին ծայեք, հապա ձեր անձերը Աստծոն ծայեք, որպես թե մեռելներից ողջունած։ Ուրեմն Տեր Հիսուսի հարությունը իր մեջ ունի այդ զորությունը։ Որ ոչ թե մենակ մահից մեզ եւ անշուշտ Տեր Հիսուսին հարություն տալու, այլ նաեւ մեղքի իշխանությանը տակից մեզ ազատելու։ Եվ այս կարելի է հավատքով։ Սա մեր մարմինը ծեծելով չի դուրս գալիս, մեր մազերը փետտելով չի դուրս գալիս, շատ աշխատասիրությամբ կամ շատ մոլերանդությամբ ծառայելով չի դուրս գալիս։ Սա ստացվում է միմիայն
հավատքով եւ այս Աստծո ծրի շնորհքն է, բարգևն է, որ Աստված փառավորվի, Հռոմեացիս մեջ ասում է թե որ մարդը իր գործերով չպարծենա թե ասի ես տես իմ գործերովս կարողացա մեղքի տակից բրծեմ կամ ազատվեմ, որպեսզի այդ ազատությունը ստացած լինենք, մենք պետք ունենք Տեր Հիսուսի եւ այդ շնորհքն է 100%-ով։ Հիսուս խաչի վրա իր վերջի խոսքերից էր կատարվեցավ։ Այո։ Լրացավ։ Ազատության գործը, իր բոլոր նպատակը, իր բոլոր այդ միսիոնարությունը, որ եկավ անելու, լրացավ եւ իր մահով հարությամբ մեզ մեղքի իշխանությունից ազատելու միջոց եւ ճանապարհ բացավ։ Պողոս առաքյալ անձնական փորձառություն ունեցավ եւ Եբրայեցիս թղթի մեջ վկայություն տվեց, ասելով որ բարին կուզեմ անել, բայց չարի փողոս է։ Չարը որ չեմ ուզում, այն եմ անում։ Ով պիտի ինձ ազատի այս մահացու մեղքից, այս խղճալի վիճակից, բայց գոհություն Աստծո, որ ինձ փրկություն եւ ազատություն կտա Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Ամեն։ Ուրեմն տեսնում ենք, եթե մենք ունենք գաղափարը եւ նաեւ գիտակցությունը, որ մենք մեղավոր բնություն ունենք եւ այդ մեղավոր բնությունը արտադրում է մեղքեր եւ մենք եթե ուզենք բարին անել, գիտակցորեն մենք կհասկանանք, որ չարը մեր մոտ է եւ մեր սրտից, քանզի գրված է, սրտից կելեն չար խորհուրդներ, նախանց հակառակություն, հպարտություն, հետեւաբար այս բանը մեր մեջ կարծես պահեստավորված է, կա։ Ուրեմն եթե գիտակցենք, որ մեղքի այդ ամեն բաները մեր սրտի մեջ ունենք, կձգտենք փրկչին, որ մեզ այդ մեղքից ազատի եւ փրկիչը պատրաստ է։ Ինքը 2000 տարի առաջ իր արյունով վճարեց այդ ամեն բանը, վերջացրեց եւ ասում է, եթե ձեր մեղքերը խոստովանեք, հավատարիմ եւ արդար է նա ձեր մեղքերին թողություն տալու եւ ձեզ ամեն անօրենությունից ազատելու։ Փառք իրեն։ Տեր Հիսուս դրա համար եկավ, որ մեզ բոլոր մեր մեղքերից ազատի։ Արաքած 28-26-ի մեջ Տերոջը խոսքը մեզ շատ պարզ կերպով ցույց է տալիս, թե ով կարող է ազատվել։ 28-26-ի մեջ ասում է. իր սրտին ապավինողը անմիտ է, բայց իմաստությամբ քայլողը պիտի ազատի։ Ինչ է նշանակում իմաստությամբ քայլողը։ Ով է իմաստությամբ քայլողը։ Որն է իմաստությունը։ Նույն գրքի մեջ, աշխարհի մեջ ամենաիմաստուն անձը, որ Տերոջից ստացավ այդ իմաստությունը։ Գրում է թե իմաստության սկիզբը Տիրոջը վախն է։ Ուրեմն Տիրոջը վախի մեջ քայլողը, Տիրոջը պաշտողը, Աստվածաճանաչը, Տեր Հիսուսին որպես Աստված ընդունող եւ հավատողը, նրան իր սրտի մեջ որպես Տեր եւ Փրկիչ ընդունողը, իր մեղքը խոստովանողը, Աստծո արդարությունը իր վրա առնողը։ Այս է իմաստությունը, այդ իմաստությամբ քայլողը պիտի ազատի։ Եվ այս Աստծո խոստումն է։ Աստծո խոստումները բոլորը ասում է թե այո եւ ամեն են, բոլորը կատարվելիք են եւ կատարվում են։ Ուրեմն եթե մենք իմաստությամբ քայլենք, մենք կարող ենք մեղքից ազատվենք։ Սիրելի հոգի, ես չգիտեմ դու այսօր ինչ ունակության մեջ ես, ինչ մոլության մեջ ես, ինչ դժվարության մեջ ես, ինչն է քեզ կապում այսօր։ Քո հոգիդ, քո անձդ, քո ընտանիքդ, քո բոլոր էությունդ կարելի է մի մեղքի, մի անբարոյականության, մի որոշ արարքի կապանք ունես սրտիդ մեջ։ Եվ դու չես ուզում այդ անես, դու չես ուզում այդ բանը լինի, բայց գնում գալիս նորից այդ մեղքի մեջ ես ընկնում։ Եվ շարունակաբար հավատարմորեն այդ մեղքի մեջ դու գնում գալիս ես եւ ուզում ես ազատվես։ Շատ բաներ ես փորձել, շատ ձևեր ես ձեռք առել, կարելի է շատ միջոցների ես դիմել եւ տակավին չես կարողանում ազատվել։ Քեզ լավ լուր ունեմ տալու։ Եթե դիմես Տեր Հիսուսին, Տեր Հիսուսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից։ Մի քիչ առաջ մեր եղբայրն ասաց, որ մեզ, եթե մենք խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ եւ արդար է նա, որ մեզ մեր բոլոր անիրավություններից կարող է ազատել։ Ուզում ես ազատվել, դիմիր Տեր Հիսուսին, զղջա խոստովանության հոգիով եւ իսկապես թողություն խնդրելով, ասավ Տեր, ես այս ունակությունից ուզում ազատվեմ, դու ինձ ձևը տուր։ Տերոջը իմաստությանը մեջ քայլիր։ Իմաստությունը բովանդակված է իր խոսքի մեջ։ Եթե կարդաս, եթե այս սկզբունքները կյանքիդ մեջ առնես, եթե Տեր Հիսուսի հետևից քայլես, պիտի ազատվես եւ այս Աստծո խոստումն է քեզի։ Այո։ Մեկ այլ ազատություն մեզ շնորհեց Տեր Հիսուս Քրիստոս։ Աստված գիտենք
իր օրենքները տվեց մարդկությանը, նախ Մովսեսի ձեռով իր ժողովրդին, ապա այն մարդկության վրա տարածվեց եւ այն օրենքները, որոնք գրված տվեց, նաեւ մարդու սրտի մեջ գրված էին այդ օրենքները։ Այս օրենքները, որոնք սուրբ էին, կատարյալ էին եւ ճշմարիտ էին, Աստծո տրվածներ, մարդուն ծառայության տակ մտցրեց։ Այն, որ տրված էր մարդուն փրկության համար, մահվան առաջնորդեց, որովհետեւ օրենքով մեղքը կճանաչվի։ Այո։ Եվ Գաղատացիս 5-րդ գլխի մեջ գրված է. ամուր կեցեք այն ազատությունով, որով Քրիստոս մեզ ազատեց եւ նորից ծառայության լույսի տակ մի մտեք։ Գաղատացիները շնորհքով փրկվելուց հետո իրենց մոտ եկել են հրեամիտ մարդիկ, իրենց խաբել էին, գիտեք ինչ, լավ է որ շնորհք ունեք, բա օրենքը նրան էլ պիտի հետևեք։ Ուրեմն օրենք եւ շնորհք իրար հետ խառը, բայց Աստծո խոսքը ասում է, որ որտեղ կա շնորհքը, այնտեղ օրենքը չի կարող գործել, որովհետև գրված է. խափանված եք եւ շնորհքից ընկած եք, եթե օրենքով կարդանաք։ Հիմա մարդկության մի ստվար, ասենք զանգված, մարդկային արդարությունը իրենց համար կարծես դրոշակ են պարզած, ասելով, որ մենք Աստծո տրված օրենքները կատարում ենք, տասնաբանյան պահում եմ, որը մեկին վատություն չեմ անում, սուտ չեմ խոսում, ուրիշի ունեցվածքը չեմ գրավում, գողանում եւ այլն, շնություն չեմ անում, գողություն չեմ անում։ Ուրեմն ես Աստծո օրենքը կատարում եմ, հետեւաբար ինձ որևէ բան պակաս չէ փրկվելու համար։ Սակայն Աստծո խոսքը ասում է, որ օրենքով մեղքը կճանաչվի, այդ մեղքը դատապարտության տակ կմցնի մարդուն։ Երկրագնդի վրա բոլոր ժամանակների մեջ որևէ մեկը Աստծո սուրբ տված օրենքը չկարողացավ պահել եւ չէր էլ կարող պահել, որովհետեւ ադամական բնության մարդը Աստծո սուրբ օրենքը չի կարող պահել։ Սակայն նա, որ այդ օրենքը տվեց, ինքն էլ երկնքից հայտնվեց եւ այդ օրենքը լիուլի կատարեց եւ մեզ օրենքի դատապարտությունից ազատագրեց։ Ուրեմն մենք շնորհքով փրկությունը ժառանգեցինք։ Ուրեմն բոլոր նրանք սերներ, եթե դուք հուսացել եք այն բանին, որ Աստծո օրենքը պահում եք եւ կարծում եք, որ դրանով պիտի արդարանաք, ցավոք սրտի ձեզ պիտի հիասթափացնեմ։ Օրենքով որևէ մեկը չի արդարացել։ Դուք պետքություն ունեք Քրիստոսի շնորհքին։ Ձրի պարգևին, որ Տերը պատրաստ է տալու բոլոր նրանց, ովքեր որ կընդունեն, որ այո Տեր Հիսուս, ես ընդունում եմ, որ մեղավոր բնություն ունեմ, դրա պատճառով էլ մեղքեր եմ գործում։ Ես այսօր իբրև իմ Տերես ու Փրկիչս ընդունում եմ քեզ։ Այն ժամանակ է, որ Աստծո շնորհքը մեր վրա կհասնի եւ մենք պետքություն չենք ունենա օրենքի լույսի տակ մտնելու։ Մենք շնորհքով փրկությունը ժառանգեցինք եւ Աստված այն գործը, բարի գործը, որ մեր մեջ սկսեց, միջև իր գալուստը պիտի կատարի։ Ուրեմն մենք հույսը չդնենք այն բանի վրա, որ մենք բարի ենք, որ մենք մարդկանց լավն ենք ցանկանում, աշխատում ենք Աստվածային օրենքները պահենք, սրանք մեզ փրկության չեն կարող առաջնորդել։ Մեր փրկության համար շատ սուղ գին վճարվեց, Տեր Հիսուսի արյունով վճարեց, որպեսզի մենք փրկությունը ժառանգենք։ Վայ եղբայր, նյութը բավական ծավալուն է, սակայն ընդմիջման ժամանակն է, սիրելի հեռուստադիտողների հետ միասին հոգևոր երգ լսենք, որից հետո շարունակենք մեր հաղորդումը։ Քաղցիկազդու խորուրդնկա, գրգին միտքս գուկա, մոտեմ երկնից արավելի, այսօր գանդը երբեկեի, մոտեմ երկնից արավելի, այսօր գանդը երբեկեի, մոտեմ իմ երկնավոր, ինձ պատրաստած տան փառավոր, մոտեմ ջերմակ մեծաթորին, մոտեմ
hospice pylon solin, modem germag metatorin, modem hospice pylon solin, kenat bachana raveli, modevor versus esdekti, modem hachas vardanelu, modem pasaga sharangelu, modem hachas vardanelu, modem pasaga sharangelu, hayrim yerin svemamur, de karmar min zoratsur, ziskuzore fevavat berne, Uisasan hastatun hastate, ziskuzore fevavat berne, Uisasan hastatun hastate, Padras de lamma vangeten, ansnider por canches meken, Guse motem malaveli, Cante imin mötkes kansni, Guse motem malaveli, Cante imin mötkes kansni, Kenat bachjana laveli, Modevor versus esekti, Modem kaches vardanelu, Modem pasaga sharangelu, Modem kaches vardanelu, Modem pasaga sharangelu. Սիրներ մեր հաղորդումը շարունակում ենք, մեր այսօրվա նյութը ազատության մասին է, մենք վայ եղբոր հետ միասին առաջին մասում խոսեցինք երկրավոր ազատության մասին, այն ազատության, որ Աստված մարդու մտքի և սրտի մեջ դրել է և ինչպիսի մեծ փափագ է ազատ ապրել, սա եղել է և կա, թե անհատ մարդու և թե ազգերի իրենց կյանքի մեջ ունենալ ազատություն։ Որից հետո մենք խոսեցինք Քրիստոսով հայտնված ազատության մասին, թե ինչպես Քրիստոս մեղքի և սատանայի գերությունից կարող է մարդուն ազատել, եթե մենք ցանկություն ունենանք այդ ազատագրությանը հասնելու, որ Աստված պատրաստ է ձրիորեն տալու, վայ եղբայր կուզեի մի քայլ ետ կատարենք, նորից գնանք այն մեր սկզբնավորության խոսված նյութին, որովհետև եթե միակողմանի խոսենք, մարդկանց մոտ այն տպավորությունը պիտի լինի, որ մենք ազատությունը գովերքողներ ենք, սակայն գիտենք, որ ազատությունը, եթե իր արգելակները չունենա, այն ինչի կվերածվի, անարխիայի, քաոսի կվերածվի։ Ուրեմն ինչի վրա է հաստատված ազատությունը եւ ինչպես է ազատության սահմանները ճշգրտվում։ Այո։ Ոմանք կարծում են, երբ ասում ենք մենք ազատ ենք, կարելի է ոմանց մտքի մեջ կա, որ մենք բացարձակ ազատություն ունենք։ Այո։ Այսինքն անսահման, անհուն, առանց սահմանի, առանց որևէ կաշկանդումի, որևէ ազատության տեր ու տիրական ենք։ Այո։ Այդպես չի սովորեցնում մեզ Աստծո խոսքը։ Թեև մեր ազատությունը աստվածատուր ազատություն է, եւ թեև մենք Աստծո ստեղծագործ ձերքի գործն ենք եւ իր պատկերի ու նմանության պես ենք ստեղծվել եւ կաթիլ ենք այն ազատության, այն բացարձակության, որ Աստված ինք է, նրա կաթիլներից ենք, նրա նմանությանը պես։ Սակայն ես հավատում եմ, որ մեր ունեցած ազատությունը, երբ նամանավանդ Քրիստոսով մենք մեղքից ազատություն ենք ունենում, նաեւ այդ ազատությունը բացարձակ բարիփուն իմաստով անսահման չի։ Իհարկե։ Ազատությունը, եթե բացարձակ եւ անսահման լինի, ազատություն չի կարող լինել։ Ուրեմն, ինչպես ասեցիք, քաոսային վիճակի կմատնվի։ Ուստի Աստծո խոսքը մեզ սովորեցնում է, որ որոշ սահմաններ կան, ինչպես ասեցինք, հավասարակշիռ վիճակ, իմաստության մեջ քայլողը, ուրեմն քայլվածք կա, հետևողականություն կա, ճանապարհ կա եւ ճանապարհից դուրս գծեր կան։ Ուրեմն մենք պետք է հասկանանք, թե ինչ է այս ազատությունը։ Եթե բերենք մեր առօրյա կյանքի մեջ, օրինակի համար, եւ մենք ուզում եմ բանալ մեր այսօրվա կյանքի առօրյա վիճակներին, թե մենք ապրում ենք միջին արևելքի երկրների մեջ, մայր հայրենիքում,
անցյալի դարաշրջանի մեջ, անցյալի տարիների մեջ որոշ հասկացողության տակ, որոշ կուլտուրական մշակութային հասկացողության տակ եւ շատ բաների անելու ազատություն չունեինք այն երկրների մեջ։ Եվ երբ որ գաղթեցինք, եկանք արևմտյան երկիրներ, նամանավանդ Ամերիկա, Կանադա եւ այլն ուրիշ տեղեր, եւ այս արևմտյան մշակութային տրամադրության եւ մթնոլորտի տակ ոմանցս համար այդ փոփոխությունը կարելի է թարգմանվեց, որ հիմա մենք ազատ ենք։ Հիմա մենք մեր ուզածը կարող ենք անել, ոչ այսինչ երկրի մեջ ենք, ոչ այսինչ մթնոլորտի տակ, ոչ այսպիսի հասկացողություն, ոչ կրոնական, ոչ ազգային, ոչ եւ այլն եւ ընտանեկան, ես իմ ուզածս, իմ քեֆից փչածը, իմ խելքից եկածս կարող եմ անել եւ ինձի ինչու այսպես անող հարցնող չկա։ Սա ոմանց համար կարելի է թարգմանվի որպես ազատություն, բայց այս ազատություն չի։ Այս անօրենություն է։ Այս քաոսային կյանքի վիճակ է։ Ազատությունը այն է, որ ես իմ ազատ կամքովս գալիս հպատակվում եմ բնական օրենքների, տվյալ սահմանների եւ հավասարակշռության մեջ, որպեսզի իմ մեջս եղող հոգեկան եւ զգացական եւ ֆիզիկական էությունս իր կատարելագործության հասնի։ Այս է ազատության իմաստը։ Այո, արմենիան երկրները կարելի ասել չափից դուրս ազատության հասան։ Դրա վառ ապացույց ասենք, որ Բելգիային եւ Հոլանդիային միացավ նաեւ Կանադան, միասեռականությունը իբրև օրինավոր կյանքի ձև, ապրելակերպի ձև ընդունելը եւ մի շարք եվրոպական երկրներ կարելի ասել ուղղակի համակիրներ են։ Միացյալ Նահանգներում էլ ուղղակի պահպանողական թևը բավականին զորավոր է, որ դեռևս այստեղ այդ բանը չի որդեգրված։ Սակայն մենք տեսնում ենք դրանց շքերթները, որ կատարում են տարբեր քաղաքներում, եւ սա համարում են ազատություն։ Խոսքի, գործի եւ իրենց կատարած գործողությունների ազատություն։ Բայց եթե ազատությունը լինի քաղաքացիական ազատություններ, լինի բարոյական ազատություններ, իրենց սահմանային գծերից դուրս են գալիս, սրանք ազատություն չեն։ Իդեպ ասենք, որ այն ինչ որ դրված է մեծամասնությամբ աշխարհի երկրների իրենց քաղաքացիական, բարոյական օրենսդիր դաշտը որ կա, սրանք բոլորն էլ աստվածային օրենքների հիման վրա հաստատված բաներ։ Օրինակի համար, պարզ օրինակով պարզենք մեր միտքը։ Դուք երբ ինքնաշարժ եք քշում, գոնե այս երկրի մեջ, ազատ եք քշելու ուզած ճանապարհիդ վրա։ Մեկը քեզի թե ինչու այս քաղաքն ես գնում, կամ ինչու այս փակուղին ես առնում, կամ թե ինչու մյուս ճանապարհով ես քշես, հարցնող չկա։ Դու ազատ ես ընտրելու, ազատ ես քշելու, որքան որ ուզում ես, որքան որ հաճույք ես ստանում, կամ պետք է որ քշես։ Սակայն եթե դու քշես քո ինքնաշարժդ առանց որևէ հավասարակշռված օրենքի համաձայն, առանց որևէ պատասխանատու զգացումի համաձայն եւ ուզած արագությամբ, ուզած ուղղությամբ, թե ճանապարհի վրա, թե ճանապարհից դուրս, դա կվերածվի մեծ վտանգի։ Դու կվտանգես թե քո կյանքդ, թե ուրիշների կյանքը եւ հավասարակշռությունը այդ մտածված, նախորոք պատրաստված ճանապարհի ուղղությունը, որոնք մասնակիցներ պատրաստել են, օրենսդիրներ պատրաստել են, եւ այդ հաճույքը ստանալու կատարելագործ վիճակի հասցնելու մտածողություն կա այդ ճանապարհի պատրաստության համար։ Դու խանգարում ես, եթե քշես օրենքից դուրս, գծերից դուրս, եւ այսպիսով վտանգի մատնես բոլոր էությունը եւ խանգարիչ վիճակ ես առաջացնում։ Նույնպես էլ կյանքի մեջ սիրելիներ։ Մենք չենք կարող մեր ուզածն անենք, ուզած տեղից քշենք, առանց գծերին, առանց հավասարակշռությանը եւ պատասխանատու փոխադարձ պատասխանատվության ուշադրություն անելու եւ դրան կոչենք ազատություն։ Նայեցեք, սատանան վարպետ է կեղծը ճշտի տեղ ծախելու։ Այո։ Սատանայի գործն է, որ այսպիսի կեղծ ազատության անվան տակ անօրենությունը եւ քաոսային վիճակը ծախի մարդկանց եւ նրանց կուլ տալ ճանա, որպեսզի նրանց կոկորտից վար հրի այնինչ որ ինքը ճանանում է բերել աշխարհի վրա, որն է փչացում,
որն է քարոզարվիճակ, անօրենություն։ Ուրեմն մենք պետք է այդ զանազանությունը եւ զանազանության կարողությունը մշակենք մեր մեջ, թե որն է ճիշտը, որն է կեղծը։ Եվ այդ զանազանության կարողությունը մշակելու համար պետք է իմանանք ճշմարտությունը։ Դրա համար Հիսուս ասաց. երբ ճշմարտությունը իմանաք, ճշմարտությունը ձեզ կազատի։ Եվ երբ ազատվեք որդի միջոցով, եւ որդին ձեզ իսկապես ազատվի։ Երբ որ դու քո driver's license-ը կամ օտո վարելու իրավաթուղթը առնում ես եւ իսկապես ազատ ես քշելու հանգիստ մտքով նստում ես ինքնաշարժիտ մեջ եւ հաճույք ես ստանում քշելուց, նույնպես էլ հոգեվորապես, երբ քեզ իրավացի, իրավունք ունեցողը քեզ իրավունք է տալիս կոչվելու Աստծո զավակ, այն ժամանակ դու ազատ ես մեղքի ճիրաններից, չես մտահոգվում, որ արման ես միասեռականության հակեմ թե չհակեմ, արդյոք ես անբարոյականության մոտենամ թե չմոտենամ։ Դու գիտես քո սահմանները։ Դու գիտես որն է ճիշտը, որն է սխալը։ Անկամ մոտենալ չկա դրան։ Այսինքն փախչես դա։ Այո, երբեք հարցում չի լինում դա մեր մտքի մեջ, այնքան հստակ, այնքան պարզ, Աստծո խոսքը այնքան մեզի մեր առօրյա կյանքի հարցումների պատասխանները տալիս է, որ երբեք չենք շվարում։ Չենք մտահոգվում եւ մեզ համար հարց չի թե արդյոք մենք ազատ ենք թե ազատ չենք։ Պողոս Արաքյալն ասում է ես Հիսուսի կապված ծառան եմ։ Այո։ Ինչպես կարելի է մեկը հոգեվորապես ազատ լինել եւ նույն ժամանակ լինել կապված ծառա։ Տեսնում եք գեղեցիկ հավասարակշռությունը հոգեվոր, որ երբ մենք գալիս ենք մեր ազատ կամքով եւ ընդգրկում մտնում ենք Տերոջը առաջնորդության, խնամատարության եւ նրա աստվածային հեղինակության տակ, նա մեզ իսկապես ազատություն է տալիս։ Բարքիրեն։ Հիմա վայք եղբայր մեր սկզբնակետից երկու քայլ առաջ անենք եւ հոգեվոր դաշտի մեջ նորից խորասուզվենք, տեսնենք Աստծո խոսքը ինչ է ասում։ Գաղատացիս 5-րդ գլխի 13 համարը հետեւյալն է գրված. Վասնզի դուք ազատության եք կանչված, եղբայրներ, միայն թե ձեր ազատությունը մարմնի ցանկությունների պատճառ չլինի, հապա սիրով իրար ծառայություն արեք։ Ահա ապացույցը նաեւ այն բանի, որ հոգեվոր կյանքի մեջ էլ մենք Քրիստոսով ազատությունը ժառանգեցինք, ազատություն սատանայի գերությունից, մեղքի ծառայությունից, սակայն նաեւ այդ տրված ազատությունները իրենց սահմաններ եւ չափեր ունեն, որ դրանք մարմնի ցանկությունների պատճառ չլինեն։ Հանդիպել ենք եւ հանդիպում ենք մարդկանց, ովքեր որ այս ազատությունը սեփականացրել են, Փառք Տիրոջ, դա շնորհք է հասկանալ Քրիստոսով հայտնված ազատությունը։ Սակայն երկրորդ մասը, որ հավասարակշռող մի մաս է, այդ մասը չկա։ Միայն վերցնում է առաջին մասը, դուք ազատության եք կանչված։ Այո, շատ լավ է սիրելիս, որ ազատության եք կանչված, բայց այդ ազատությունը թող մարմնի ցանկությանը չծառայի, այլ ինչ ասում, սիրով իրար ծառայություն արեք։ Այո։ Մարմնի ցանկությունները մեր մեջն են եւ մեր մեջ պիտի մնան, մինչեւ այն ժամանակ, որ մենք մարմնի մեջ ենք։ Սա տվյալ է։ Ուրեմն մենք հավատացյալներս, որ Տերոջմով փրկված ենք, իսկապես մենք ազատ ենք Տեր Հիսուսով։ Բայց չենք կարող ասել, որ հիմա որ ես ազատ եմ, իսկապես ես իմ ուզած կերպովս կարող եմ ապրել եւ դա իմ հոգեվոր վիճակից չի ազդում։ Իմ հոգեվոր վիճակից չի խանգարում կամ իր հակազդեցությունը չի թողնում։ Մարմինը հոգի հակառակ է, իսկ հոգին մարմնի հակառակ է աշխատում, որովհետեւ մարմինը իր փափակները ունի եւ իր ցանկությունները ունի եւ Տերոջը խոսքը մեզի շատ հստակ կերպով ասում է մարմնի ցանկություն, աչքի ցանկություն եւ այս կյանքի անպարտավանությունը սրանք հորիցը չեն։ Ուրեմն մենք պետք է զգուշանանք եւ տեսնենք մեր գիծը, մեր սահմանները ուր են։ Այո, մենք հոգեվորապես ազատ ենք եւ Տերոջը ձեռքերի մեջ մեր փրկությունը ապահով է, Փառք Տերոջ։ Բայց նաեւ մենք հաշվետվություն ունենք հավասարակշռությունը պահելու համար։ Մեզ տրված է հաշվետվություն։ Մենք պետք է Տիրոջը հաշվետու լինենք մեր ամեն ընթացիկ կյանքի բոլոր ժամանակի ընթացքին եղող որոշումների մեջ, արարքների մեջ, խորհուրդների մեջ, մտածելակերպի մեջ, նաև շարժառիթների մեջ։ Ուրեմն, եթե մենք ասենք, ես ազատ եմ, ես ինչպես որ ուզեմ կարող եմ մտածել, նույնիսկ եթե մեղավոր մտքեր, խորհուրդներ ունենամ, ես ազատ եմ։
Աստծո խոսքը շատ պարզ ասում է. ամուսնական կյանքից դուրս ամեն սեռական հարաբերություն մեղք է։ Անշուշտ։ Եվ դատապարտելի Աստծո կողմից։ Սա ուրեմն սահման է դրված Աստծո կողմից։ Չենք կարող ասել, որ ես ազատ եմ, ինչ կուզեմ կանեմ, բայց մենք մեզ դատապարտության տակ կդնենք եւ այն օր, երբ որ Տիրոջ ատյանը կանգնենք, ինչպես պիտի երևանք իր առջև։ Հետևաբար մենք պիտի մեր ուշադրությունը դարձնենք, թե Աստված ինչպիսի սահմաններ է մեզ համար դնում։ Այո, ինքը մեզ ազատությունը տվեց։ Երբեք չի կաշկանդում այդ ազատությունը։ Միայն թե իր կամքի անմատ, իր դրած սահմանների մեջ եւ այդ ազատության իրական քաղցրությունը մենք կարող ենք վայելել։ Այլապես այդ ազատությունը մեզ դատապարտության կարող է տանել։ Պետք է զգուշանանք, որ ինչպես որ առաջի Պետրոս մեջ ասում է, ազատությունը չարության ծածկոցի պես չգործածենք։ Այսինքն ազատությունը պատճառաբանություն չանենք, որպեսզի մեր մարմնավոր եւ այդ ցանկության հետևանքով եղած արարքների մեջ բռնվենք, որովհետեւ ազատության անունով կարելի է մարդս տարվի այդ խորհուրդով, եթե մենք ուշադիր չլինենք, կարելի է շատ հավանական է, որ մենք մեր մարմնին հետևելով ավելի մարմնավոր գործերով, մարմնի ցանկությունով, մարմնի հարաճատրությամբ եղած գործեր անենք եւ դա հակառակ է կենում մեր հոգեվոր հասկացության։ Մենք երկու օրինակ սիրելի եղբայր վերցնենք կյանքից։ Օրինակի համար Աստծո խոսքը հայտարարում է, որ գինովանալը մեղք է։ Երբ որ գինովանում ես, այսինքն դու գինու ազդեցության տակ ես եւ աստվածային չափանիշը կա, ինչից որ բռնվեցիր, նրա ծառա դառնաս։ Okay։ Աստված հռչակում է, որ գինովանալը մեղք է։ Եթե ես ազատության եմ կանչված եւ ես շահագործում եմ այդ ազատությունը եւ ես գինովանում եմ, ես Աստծո սահմաններից դուրս ելա։ Մյուս կողմից Աստծո խոսքը ասում է, որ այն ինչ որ մարդկային տրված, ասենք, պատվիրաններ կա, մի մոտենալ, համը մի առնել, մի դպչի, սրանք մարդկային պատվիրաններ են եւ դրան էլ ծառա մի եղել։ Ուրեմն Աստծո խոսքը հավասարակշռված վիճակում է։ Մյուս կողմից էլ Աստծո խոսքը ասում է, ոչ թե գինիով լեցվեցեք, այլ հոգիով լեցվեցեք, հոգիով բորբոքեցեք։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ թե ինչպես պիտի այդ ազատությունը վայելենք, մենք պիտի առնենք Աստծո խոսքից։ Մեկ այլ օրինակ, Աստծո խոսքը հռչակում է, որ մեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու։ Հետևաբար մենք մեր անձերի, մեր մարմինների տերը չենք, սա պատկանում է Աստծուն։ Եթե սա Աստծուն է պատկանում, ես իրավունք չունեմ այս մարմինը պղծելու, շահագործելու եւ ասեմ անգամ սկսեմ ծխելը, մտածելով որ ազատ եմ, ոչ։ Եվ նաեւ հետեւյալ սկզբունքը կա, անգամ ծիծաղել է սա։ Ասում են, որ միթե Աստծո խոսքը չի ասում, որ այն ինչ որ ներս է գնում, մարդուն չի պղծում, այլ դուրս եկածն է պղծում, բայց եթե մենք սիգարետ ենք ծխում եւ ծուխը ներս ենք մղում, հետո էլ դուրս ենք տալիս, չէ՞, դուրս է գալիս, ուրեմն պղծում է ինքնստիկյան մենք մեր մարմինը, որ Սուրբ Հոգու տաճար է, պղծում ենք, ապականում ենք եւ սա պատճառով մենք Աստծուն հաշիվ պիտի տանք։ Պետք է շատ հստակ կերպով եւ բացատրել մեր սիրելի հայրենակիցներին, որ աստվածաբանորեն նյութը ինքնըստինքնյան չար կամ բարի չէ։ Նյութը օրինակի համար գինու մեջ եղող մատերիալները կամ ինչ որ է, դրանք բոլորը Տերոջը ստեղծագործության մեջ բնական բաներ են։ Բայց նրանց գործածությունը եւ գործածության միտումը, թե ինչ միտումով են գործածում դա, եւ դրանց թողած հետևանքն է, որ մեզ մտահոգում է։ Օրինակի համար առնենք գինին կամ ոգելի ծմպելիքները։ Եթե մենք պիտի մի բան գործածենք, եւ այդ մեր գործածած նյութը մեզ մեր ունեցած հավասարակշռությունից, մեր ունեցած կառավարությունից դուրս է հանում։ Այո։ Եվ մեր մարմնավոր, մտային եւ սկացական աշխարհը տալիս է ուրիշ մի բանի ձեռքի տակ, կոնտրոլի ձեռքի տակ, որ նրանից ենք ազդվում, նրանից ենք կառավարվում։ Այո։ Ուրեմն մենք շատ հավանական է, որ այդ ազդեցության տակ հակառակ մեր տրված իմաստության, որից ստանում ենք Աստծո խոսքից, դրա հակառակ բաներ անենք։ Եվ մենք մեզ դատապարտություն վերև բերենք։
Այո, Աստված ուզում է ինքը տնօրինի մեր կյանքերը։ այո, Ամեն մեկ վարքյանը ինքը կոնտրոլանի մեզ, ինքը լինի մեր կյանքի տերն ու տիրականը, ոչ թե ալկոհոլը, այո, ոչ թե գինին, ոչ թե ոգիլու ծմպելիքը, եւ առավել, եթե մենք այդ բաները ներս ենք առնում եւ գիտենք, որ դա մեզ փչացում է առաջացնում, մեր մարմնի ներքին օրգանիզմը խանգարում է, վառում է, այրում է, ուրեմն մենք Տիրոջը ստեղծած մեր մարմինը մեր մարդկային կամքով փչացնում ենք եւ նրա արած գործը ավերում ենք։ Հակառակ Աստծո ենք գործում։ այո, Նույնպես էլ ծխախոտը։ Եթե մենք ծխախոտ ենք գործածում, ծխախոտի մեջ որևէ ուտելիքի կամ սննդարար որևէ բան չկա։ տեղով թույն է։ Այո, այդ նիկոտինը, այդ թույնը, որ մենք մեր մեջ ենք առնում կամ մարդը ծխողը իր մեջ է առնում, դա ուղղակի փչացնում է թոքերը, փչացնում է ներքին անդամները, փչացնում է ատամները, լեզուն, քաղցկեղի առիթ է տալիս, հետևանքը շատ մեծ ավեր է գործում եւ դուք եթե տեսնեք ծխողի եւ չծխողի թոքերը, համեմատությունը շատ մեծ է։ Ուրեմն մենք Տիրոջը տված ստեղծած մաքուր անոթը փչացնում ենք մեր արարքով։ Ուրեմն դրա համար մենք մեղք ենք գործում, Աստծո հակառակ ենք գնում։ Եվ ասեմ ձեզ, այսպիսի արարքներ մոլության բան ունեն մեջը, մոլություն են առաջացնում մարդուս մեջ։ Եվ այդ մոլություն նշանակում է այնինչ որ մենք հաճույք էինք առնում այս չափով, հիմա նույն հաճույքը առնելու համար պետք է քանակը ավելացնենք, որ երեկվա հաճույքը նույն հաճույք ունենամ եւ գնալով պիտի ավելացնենք։ Սա նշանակում է մոլություն։ Նույնպես պոռնկագրության ներառումը մեր աչքերից եւ մեր մտքից ներս պղծում է մեր միտքը, մեր մտային աշխարհը։ Երբ մենք պոռնկագրություն ենք նայում, մեր պատկերներ ենք նայում, նույն հաճույքը այդ կիրքի հաճույքը ստանալու համար պիտի ավելացնենք եւ միայն պատկերը չի բավականանում, սրանց հետո արարքները պիտի շարունակենք։ Այս մոլությունները մեղք են, Աստծո գործի հակառակ են եւ սրանք մեղքի ճիրաններով կապում են եւ պիտի ուզես ազատվել եւ պիտի չկարողանաս ազատվել։ Ես գիտեմ քանիներ, որ իմ մոտ են գալիս, խոստովանում են, որ աչքերս փակում եմ, ուզում եմ ել չտեսնեմ այդ պատկերները, բայց չեմ կարողանում ջնջել իմ մտքիցս։ Ուզում եմ սա փակետով չծխել, մի քանի անգամ էլ թափել եմ, բայց չեմ կարողանում ազատվել։ Ուզում եմ չխմել, բայց գնում ենք միտեղ դնում են բաժակի մեջ, չեմ կարողանում չխմել։ Եվ լալով խոստովանում են, ինչու են լացում մարդիկ, խենթ չեն, միտքը չի թրծրած, լացում են, որովհետև կապված են, եւ սիրելիներ, այս կապանքներից Տերը կարող է մեզ ազատել իր ճշմարտությունով, նա որ իր մտքի մեջ այդ պատկերները ունի, միակ մեկ ձև կա այդ պատկերը ջնջելուց, Աստծո խոսքը անգիր սովորիր, նա որ ծխում է եւ ուզում է ծխախոտից ազատվել, բեր Տիրոջը առջև եւ նայիր դրան, որպես հակա աստվածային արարք, թույլ տուր, որ Աստված քո մեջ աշխատի եւ քայլ առ հավատարմորեն հոգեվոր կերպով, որպեսզի կարողանաս ազատվել այդ մեղքի ճիրաններից։ Մեր հաղորդման վերջնաբանին հասանք, Վայք եղբայր։ Նյութը շատ ծավալուն մի նյութ է։ Մենք ուղղակի կարելի ասել միայն արտաքին երեսը քերեցին, այսպես ասած, բայց ինչ արած ժամանակը մոտեցավ ավարտին։ Միայն ամփոփենք սիրելներ, ուրեմն խոսեցինք, որ ազատությունը աստվածային մի շնորհ է մարդու մեջ դրված եւ մարդու սրտի մեջ այս ազատության կանչը, տենչը կա, մշտապես հարատև եւ խոսեցինք նաեւ, որ այդ ազատությունը ունի իր սահմանները, առանց որի այն կվերածվի անարխիայի քաոսի, ինչպես նաեւ հոգեվոր կյանքի մեջ մեծագույն ազատությունը, որ մարդը կարող է վայելել, դա Տեր Հիսուս Քրիստոսի բերած ազատությունն է։ Այն, որ մարդը իծն է գտնվում է սատանայի տերիտորիայի դաշտի մեջ, ուզելով կամ չուզելով, բայց Տեր Հիսուս ինքը ջախջախեց այդ անօրինի գործերը եւ բոլոր հավատացողներին այդ տերիտորիայից, այդ սահմանից վերցնում է եւ իր թագավորությունն է փոխադրում։ Եվ նաև Տեր Հիսուս մեղքի վրա մեծ հաղթանակ տարավ։
իր մավամբ եւ հարությամբ։ Եթե մենք հավատանք Տեր Հիսուս Քրիստոսին, իբրև մեր անձնական փրկիչը ընդունենք, մեր կատարած բոլոր մեղքերը պիտի ջնջվեն չհիշելու պայմանով, որքան որ երկինք երկրից բարձր այնքան մեր մեղքերը մեզանից պիտի հեռանան։ Փառք իր մեծ անվանը։ Տեր Հիսուս սքանչելի գործ արեց։ Ընդունենք այս սիրելի փրկիչը։ Մենք Տեր Հիսուսի կողմից դեսպանություն անելով խնդրում ենք ձեզ, որպեսզի ձեր լսած բաներին ուշադրություն տաք, մտածեք, եւ եթե այսօր Սուրբ Հոգին քեզ հետ խոսեց, մի խստացրու քո սիրտդ, այսօր է փրկության ժամը, ընդունիր Տիրոջը եւ իրենով բերված այդ ազատությունը, այդ ազատության քաղցրությունը պիտի վայելես հավիտյանս հավիտենից։ Վայ եղբորը պիտի խնդրենք, որ մեր սելի հերոստատիտողների համար աղոթ քանի եւ պիտի այսպես բաժանենք։ Աղոթենք։ Մեր երկնավոր Հայրը, քեզի փառք ենք տալիս այս արիթի համար, որ ունեցանք խոսքիդ շուրջ։ Շնորհակալ ենք Տեր, որ դու աշխարհ եկար, որպեսզի մեզ մեղքի ճիրաններից ազատես, մեղքի դատապարտությունից ազատես, մեղքի իշխանությունից ազատես, եւ մենք, որ քեզ հավատացինք, Տեր, իսկապես ազատվեցինք այդ մեղքիցը։ Փառք ենք տալիս քեզ այդ ազատության համար։ Դու ես ով Տեր, այն Աստվածը, որ կարող ես մեղավորին իր մեղքից ազատել։ Միակ Տերը դու ես ով Տեր, միակ ազատարարը դու ես։ Եվ դրա համար աղաչում եմ ով Տեր, որ քու ազատարար եւ փրկարար հոգիդ երկարես բոլոր նրանց, որ հիմա այս վարքյանին պետք ունեն քեզ ազատվելու մեղքից, ազատվելու տարբեր մոլություններից, ազատվելու մեղքից եղող այդ բոլոր կյանքի վիճակներից։ Տեր Հիսուս, աղաչում եմ, որ դու նրանց աղոթները լսես։ Եվ ով Տեր դու իրենց խիստ կերպով մոտիկ հայտնվես, երկարես քու շնորհքդ, հավատք տաս հավատալու եւ առաջնորդես նրանց միանալու քու զավակներիդ, ուր որ նրանք հոգիով ու ճշմարտությունով քո անունդ են պաշտում։ Շնորհակալ ենք այս արիթի համար։ Փառք ենք տալիս քեզ եւ հիմա ով Տեր խաղաղությամբ մեզ արձակես անուն Հոր եւ Որդուն եւ Ոգու Սրբո։ Ամեն։ Ամեն։ Տերը մեծապես օրհնի բոլորիդ սիրելի հերոստատիտողներ։ Տեր բարքեվատու, ինքնաբուն բարի, ամեքին իշխող հավասարապես, միակ արարիչ ամեն գոյության անգոյությունից, ով փառավորյալ, անքննի նահեղ, սոսկալի սաստիկ, ահարկու հզոր, անըմբռնելի, անիմանալի, անճար, անպատում, անտեսանելի ու անզննելի, անշոշափելի, անորոնելի, անսկիզբ, անվերջ ու անժամանակ, գիտություն անմեկ, տեսություն անգայտ, էականություն անկասկածելի, դու բարձր ու խոնար, օրհնյալ գոյություն, անստվեր ծագում, բազմափայլ ճաճանչ, խոստովանված լույս, անխարդախ նեցուկ, անվրդով հանգիստ, անխաթար կնիկ, անսահման տեսիլք, վկայված անուն, ճաշակ քաղցրության, բաժակ բերկրության, ծածկույթ ցանկալի, զգեստ անկապույտ, օթոց բաղձալի, զարդ վայել չափար, մեծ խնամակալ, գովյալ ապավեն, աննվաշ շնոր ու անհատնում գանց, ամենազոր դեղ, անվճար բուժում ու կրկնածիր կյանք, վեհագույն խրախուս, անպատիր կոչում, հանուր ավետիս, դու աղկատասեր պաշտպան, թագավոր ստրկամեծար, մշտավար տվիչ, անվերջ ընդունում, աննահանջ հրաման, հավերժական հույս, աչք ամենատես, անկողմնակալ ձեռք, անաչար հայացք, անուն կենթանի, նախախնամ մատ, անսայթակ ուղի, անխափան ընթաց, կենթանարար կյանք, անսպար հնարք, անփոփոխ պայման, աննախանց պատիվ, տոնելի, խոնար, փրկարար համբույր, հաճիր բարերար, պարգևել մահվան արժանավորիս, իմ անարգաձայն բղնձի տեղակ, շնորհիդ ոսկին, անզարդ սևաթույր իմ երկաթի տեղ, հրաշեք պղինձնային Լիբանանի, որ օրինակն է առաքինության, դու ստեղծող ես, իս ես միայն կավ, տարակուսացիս այս աղոթներին, սկզբից հայտնիր կամքդ բարեգութ, որ կարողանամ զորանալ այստեղ, որպեսի երբ որ երկինքը վերին իմ առաջ բացվի, չլինի հանկարծ լույս վայելելուն անվարժ անընտել, մի մոմի նման հալվելով իսպար ջնջվեմ մեջտեղից,
սիրտ տուր զրկվածիս, ուժ թալկացածիս, քաջություն վախեցածիս եւ կյանք մաշվածիս, զորությանդ լոկ ապավինածիս, քանզի դու, միայն դու կարող ես, դու որ ամեն ինչի սկիզբն ես եւ ամեն ինչ ունես լիապես, բոլորիցս քեզ փառք, հավիտյանս, ամեն։